Ինչպես ընդլայնել սննդամթերքների ցանկը։ Կցանկանայի այս հարցին պատասխանել մի քանի նախադասությամբ եւ ասել, որ եթե հետևենք այս կանոններին, երեխան անմիջապես կսկսի ուտել այն ամենը, ինչ մենք ուզում ենք։ Բայց երեխաները բոլորը տարբեր են եւ յուրաքանչյուրին անհրաժեշտ է իր մոտեցումը։ Իրականում պետք է հասկանալ, թե մենք ծնողներս ինչն ենք սխալ անում։ Այսպես, հաճախ մենք երեխային կերակրում ենք առանձին եւ փոքրիկը միշտ չէ, որ տեսնում են, թե ինչպես են մեծահասակները ուտում։ Հիշեք, որ փոքր տարիքում երեխաները արտացոլում են մեծահասակների վարքագիծը։ Եթե երեխան չի տեսնում, թե ինչպես եք դուք ուտում, նա էլ չի կրկնի ձեր արածը։ Այդ պատճառով անպայման ներդրեք համատեղ սննդի ընդունման սովորույթը։ Երբ բոլորը նստած են սեղանի շուրջ եւ բոլորը միասին են ուտում, ոչ թե պարզապես զրուցում կամ հեռախոսին են նայում, մինչ երեխան ուտում է կամ դուք նրան կերակրում եք։ Շարունակեք երեխային առաջարկել տարբեր ուտեստներ եւ ձեր օրինակով ցույց տվեք, որ դրանք ուտում են։ Ներգրավեք երեխային սնունդ պատրաստելու գործընթացում։ Թող նա տեսնի, թե ինչպես եք դուք պատրաստում, թող ինքն էլ մասնակցի, մակարոնները ջրի մեջ գցի, մրգերն ու բանջարեղենը լվա, օգնի սեղանը գցել։ Գնացեք երեխայի հետ միասին խանութ։ Տվեք նրան առաջադրանք, օրինակ, խանութում գտնել որևէ մթերք։ Տանը միասին լվացեք այն, պատրաստեք եւ փորձեք։ Սա չի նշանակում, որ երեխան անմիջապես կընդգրկի այն իր սննդակարգում, բայց մեկ փորձից հետո կարելի է կրկնել նորից ու նորից եւ ժամանակի ընթացքում դարձնել սովորական։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն դնել ուտելիքը իր ափսեի մեջ, որպեսզի ինքը կարողանա կարգավորել ուտելիքի քանակը։ Շատ հաճախ մենք երեխայի առաջ արդեն լցրած ափսե ենք դնում, եւ այնտեղ կարող է ավելի շատ ուտելիք լինել, քան երեխան կարող է ուտել։ Ավելի մեծ քանակությամբ ուտելիքը ափսեի վրա կարող է որոշակի ստրես առաջացնել փոքրիկի մոտ։ Երեխայի սննդակարգը ընդլայնելու համար կարևոր է նրան ներգրավել պատրաստման գործընթացին, քննարկել նրա հետ, թե ինչ կուզենար ուտել ընթրիքի ժամանակ։ Այս ամենը մեղմ, խաղային ձևաչափով կօգնի նվազեցնել երեխայի ստրեսը ուտելուց առաջ։ Եվ հիշեք, մի ստիպեք երեխային ուտել, օրինակ ծառայեք նրան։ Ուտեք ախորժակով ձեր ափսեի ուտելիքը, թույլ տվեք փոքրիկին վերցնել մի կտոր ձեր ուտեստից, եւ աստիճանաբար նա կսկսի հետաքրքրվել ու հաճույքով ինքնուրույն ուտել։